խմբերի, ատոմային զենքի վիթխարի իրադարձությունների ավերածությունների մոլորակն է։ Հուսանք, որ Ուրանը անցնելով երկօրյակի կենդանակերպ, փաստորեն Պլուտոնը ջրհոսում, Ուրանը երկօրյակում արդեն կառուցողական այդ հակամարտությունները կանցնեն կառուցողական փուլ եւ հնարավոր է տեղի ունենա համագործակցություն համաշխարհային, միջազգային այդ գերտերությունների միջև։ Ամսի 5-ին Սատուրնը կանգնելու է, կանգ առնելուց առաջ, կարծես այնտեղ մենք տեսնում ենք աստղաբանական ծրագրերում նշանակում է S, այս տառով պատրաստվում է կանգ առնել։ Եվ Սատուրնը կանգ է առնելու Խոյի կենդանակերպում եւ մինչեւ ամսի 25-ը, հուլիսի 25-ը այդ վիճակում է լինելու, հետո արդեն պետք է նահանջի։ Եվ Սատուրնը սեպտեմբերի 1-ի մոտակայքում նահանջող վիճակով Խոյից կրկին անցում է կատարելու ձկների կենդանակերպ, վերջին անգամ կստուգի ձկների գործերը, ապա 26 թվականին կլքի ձկների կենդանակերպը եւ 2.5 տարի կգտնվի Խոյի կենդանակերպում։ Այն կրկին կվերադառնա ձկների կենդանակերպ մոտավորապես 29-30 տարի հետո։ Թե ինչ ապրեցին, ինչ վերապրեցին ձկները, երկվորյակները, նաև կույսերը, որոնք գտնվում էին 14-15, 30, 45 եւ 59-60 տարեքային շրջափուլերում, նաև 75 տարեկան, միայն նրանք կարող են նկարագրել, թե ինչ զրկանքների, ինչ տաժանագիր այդտեղ երկարատև չլուծվող խնդիրն դրանց միջով նրանք կարողացան անցնել։ Մեկ տարուց մոտավորապես 26 թվականին արդեն հենց տոները անցնեն, պատրաստվեք սիրելի ձկներ, սիրելի երկվորյակ, կույս եւ աղեղնավոր, դուք արդեն վերջացնում եք Սատուրնի հերթական անցումային փուլը։ Այստեղ դիտարկեցինք, որ հուլիսի 7-ին Ուրանը կանցնի երկօրյակ, Պլուտոնի հետ դրական դիրքերը այն կտա հնարավորություն մարդկանց կրթվելու եւ ես ունեի գործընկերներ, որոնք այդ համացանցում տեղեկատվական տիրույթում շատ մեծ գործունեություն էին ծավալում, նրանց մոտ հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել, այո, հսկայականը դա Պլուտոնին է վերաբերում, նրանք մասնակցել են մեգա պրոյեկտների եւ նոր ծրագրերի մեկնարկ ուղղակի հիացած էին, ուրախությամբ էին ընդունել այդ տվյալ ժամանակահատվածի մարտահրավերները, նրանց կյանքը փոխվել էր հիմնահատակ ջրհոս եւ կշեռ կենդանակերպերի ազդեցության տակ ծնվածների համար։ Ես ձեզ ասեմ, որ Ուրանի դիրքերը կենդանակերպում ես մանրամասն խոսել եմ, այդ վիդեոն նորից